Ողջույն բոլորին և բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով և պարզապես ճակատագրական զարգացումներով լի թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված, դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Իսկ այսօրվա թողարկման վերջում ձեզ սպասում է բացառիկ, շոկային և արյունալի մի բացահայտում, որը գլխի վայր կշրջի ողջ սերիալի տրամաբանությունը։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական հոսքով։ Ամեն ինչ սկսվում է նրանից, որ քննիչը, ով ակնհայտորեն փայլուն հոգեբան է և շատ լավ հասկանում է մարդկային վարքագծի նրբությունները, գալիս է Մինասի տուն։ Նրա նպատակը մեկն է՝ հասկանալ Սեդայի իրական դրդապատճառներն ու պարզել, թե արդյոք աղջիկն անկեղծ է հետաքննության հետ։ Քննիչը նրբորեն փորձում է հասկանալ, միգուցե Սեդան ինչ-որ նոր դետալ է հիշել այն չարաբաստիկ գիշերվանից։ Սեդան փորձում է հանգիստ ձևանալ, վստահեցնելով, որ ոչինչ չի թաքցնում, սակայն նրա աչքերն ու մարմնի լեզուն բղավում են հակառակի մասին։ Իսկական ռումբը պայթում է այն ժամանակ, երբ Մինասը մի պահ դուրս է գալիս հյուրասենյակից։ Օգտվելով առիթից, քննիչը դեմքին է շպրտում իր գլխավոր հաղթաթուղթը։ Նա բաց տեքստով ասում է Սեդային, որ զգում է նրա սուտը, և որ ինքը միտումնավոր Մինասի ներկայությամբ չբարձրաձայնեց Սեդայի և Հարութի անապայում միասին գտնվելու փաստը։ Եվ այստեղ տեղի է ունենում անհավանականը։ Սեդան խուճապի մատնված և առանց Հարութի հետ նախապես պայմանավորվելու տալիս է ուղիղ այն նույն աբսուրդային պատասխանը, ինչ Հարութն էր տվել ոստիկանությունում։ Նա պնդում է, թե իբր իրենք պատահաբար են հանդիպել անապայում։ Բայց ճակատագրի հեգնանքով հենց այդ պահին հյուրասենյակ է մտնում Մինասը և լսում այս սառանցանքը։ Նրա զայրույթն ուղղակի աննկարագրելի է։ Մինասը կատաղած հարձակվում է Սեդայի վրա, տալով ամենատրամաբանական հարցը. Ինչպես կարող է երկու մարդ նույն օրը մեկնել Ռուսաստան և ահռելի անապայում պատահաբար հանդիպել միմյանց։ Որքան էլ Սեդան փորձում է արդարանալ ու կոծկել իրավիճակը, Մինասի համար վստահության վերջին կամուրջն արդեն այրված է։ Նա հասկանում է, որ իր քույրը խրված է վտանգավոր ստերի մեջ։ Մինչ Մինասը փորձում է մարսել քրոջ դավաճանությունը, տանը և նրա և Սյուզիի միջև տեղի է ունենում շատ խորքային քննարկում։ Սյուզին, ով այս սերիալում աչքի է ընկնում իր սթափ և վերլուծական ուղեղով, ճիշտ շեշտադրումներ է անում։ Նա հանգստացնում է ամուսնուն, ասելով, որ գոռի գործոնն այս պահին արդեն երկրորդական է, գոռը ճաղերի հետևում է և վաղ թե ուշ պատասխան է տալու իր արածի համար։ Սյուզին մատնանշում է ամենակարևորը՝ Հարութի առեղծվածը։ Ո՞վ է իրականում Հարութը։ Արդյոք նա ուղղակիորեն մասնակցել է բռնաբարությանը, թե լինելով գոռի ամենամտերիմ ընկերը, ի սկզբանե իմացել է այս հրեշավոր հանցանքի մասին և լռել է, թաքցրել է մեղավորին ու խաղացել Սեդայի զգացմունքների հետ։ Այս երկընտրանքն է, որ պետք է լուծվի, որպեսզի Սեդան վերջապես կարողանա ապրել։ Զուգահեռաբար մենք ականատես ենք լինում Մանեի հոգեբանական վերջնական փլուզմանը։ Փորձելով փրկել իր կորսված հարստությունն ու կարգավիճակը, նա գնում է Մինասի տան դարպասների մոտ, վերջին հուսահատ փորձն անելով։ Մանեն կանչում է նրան դուրս, հույս ունենալով գոնե մեկ կաթիլ կութ կամ գիրք արթնացնել Մինասի մեջ։ Սակայն Մինասը, ով արդեն կանգնել է ընտանիքի պահպանման ճանապարհին, անողոք է։ Նա սառնասրտորեն դուրս է շպրտում Մանեին իր կյանքից, պահանջելով հանգիստ թողնել իրեն, մոռանալ ամեն ինչ և այլևս երբեք չանհանգստացնել։ Այս դաժան մերժումը դառնում է այն կայծը, որը պայթեցնում է Մանեի ներսում կուտակված ողջ չարությունը։ Գազազած, խորապես վիրավորված և նվաստացած Մանեն վայրկյան անգամ չի տատանվում։ Նա անմիջապես զանգահարում է նվերին։
Եթե նախկինում նա տատանվում էր, ապա հիմա նա պահանջում է ամենահրատապ և կոշտ միջոցները ձեռնարկել Մինասի և Սեդայի դեմ։ Նվերը լսելով այս հիստերիկ պահանջը նույնիսկ զարմանում է, թե ինչը կարող էր այսքան կտրուկ և արագ փոխել Մանեի որոշումը, բայց նրա համար միևնույն է, գլխավորն այն է, որ դաշնակիցը պատրաստ է անցնել հարձակման։ Իսկ հիմա, սիրելի հեռուստադիտողներ, ուշադրություն, այն, ինչի մասին մենք հիմա կխոսենք, ուղղակի կցնցի բոլորիդ։ Մենք ձեռք ենք բերել կադրից դուրս բացառիկ և սարսափազդու մի տեսարան, որը փոխելու է ամեն ինչ։ Պատրաստվեք, մենք տեսնում ենք նվերին անգիտակից, դաժանաբար ծեծված և ամբողջությամբ արյան մեջ կորած։ Այս կադրերն ապացուցում են, որ նվերին կամ սպանում են, կամ հասցնում մահվան դուռը։ Սա արդեն էժանագին շանտաժների խաղ չէ։ Սա իսկական մաֆիոզ արյունալի հաշվեհարդար է։ Մի բան հստակ է. այս արյունոտ հաշվեհարդարը սերիալը տեղափոխում է բոլորովին այլ, անվերադարձ կետ։ Թե ով է իրականում կանգնած այս դաժանության հետևում և արդյոք նվերը ողջ կմնա, մենք կքննարկենք մեր հաջորդ թողարկումներում։ Իսկ դուք, հարգելի հետևորդներ, գրեք մեկնաբանություն, արդյոք այսքանից հետո Հարութը պետք է ների Սեդային ու հաշտվի նրա հետ։